Հայրենիքը վաղար շաբաթում հենց առաջի դիրքում է եւ ինչպես Հայաստանի տարբեր տեղանքներում, համայնքներում ընդդիմությունը հաղթանակեց, վաղար շաբաթում նույնպես ընդդիմությունն է հաղթելու։ Այն ընդդիմությունը, որը կառուցողական մոտեցում է հանդես բերում, որը գալիս է ազգ ու երկիր հզորացնելու եւ այս պարագայում հավատացեք, Էջմիածնեցին էլ նահանջկայլ չպետք է անի եւ այն հաղթանակը, որը մենք ունենք, բավերացնելու է իր ձեռքով։ Մեր թիմը պատրաստ է բարեփոխումների ծրագիրը կյանքի կոչել, դրանք իրատեսական են, մենք իսկապես էլ թիմով կարողացել ենք այնպես աշխատել, որպեսզի որևէ հարց, որևէ խնդիր առանց լուծման չմնա, այսինքն պիտի գյուղացին, քաղաքացին, բոլորը համայնքի տարբեր հատվածներում ապրողները հասկանան, որ այդ ամենը ուղղվածը հենց իրեն, հենց իր համար են կատարվում։ Եթե մենք լինեինք համակերպվողներ, հավատացեք, իշխանական ոլորտում մենք էլ կարող էինք տեղավորվել, հանգիստ անհոգ կյանքով ապրել, այդ թալանի մասնակիցը դառնալ կամ չդառնալ, բայց մենք համակերպվողներ չենք, այո, մենք միտված ենք մեր երկիրը հզորացնելու, մենք հավատում ենք մեր երկրի ապագային եւ այնպես չի թե եկել ենք այսպես ավարտենք այս երկրի կենսագրությունը եւ ինչ է գումարները շալակած հեռանալ, ինչպես հիմա ԿՊ-ական շատ ուրեմն պատգամավորներ կան, որոնք մտածում են օր առաջ հայրենիքից հեռանան։